Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է, մեկնարկում ենք հերթական հաղորդումը։ Սիրելի հետևորդներ, հունիս ամսվա կանխատեսումների մասին խոսել եմ նախորդ շաբաթ, որպեսզի կարողանաք կազմակերպել ձեր գործերը։ Նաև շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, որ բաժանորդագրվում եք ալիքին։ Շնորհակալ եմ ձեր դրական վերաբերմունքի համար, մեկնաբանությունների համար։ Շնորհակալ եմ դիտումները ապահովելու համար։ Սիրելի հետևորդներ, մի կարևոր հարցի մասին եմ ցանկանում խոսել։ Պարբերաբար տարբեր հարթակներում շահարկվում է, թե ինչու այն երեխայի հետ կապված 2 տարեկան երեխայի համար ինչու կանխատեսումներ չեմ կատարել։ Սիրելիներս, այդ կանխատեսումները կատարվել են մոտավոր 2 շաբաթ առաջ, ես այդ ամենի մասին խոսել եմ։ Դրանից առաջ մայիսի 9-ի դրությամբ այդ ամենը ես տեղադրել եմ Facebook-ում։ Խնդրում եմ, ոչ մի հարթակում մի շահարկեք այդ հարցը, ինչու կանխատեսումներ չեք արել, ինչու չօգնեցիք, եւ նաեւ այսպիսի մի բան տարբեր տեղերում շահարկվում է, որ երեխային գողացել են, ի սկզբանե ասեմ ձեզ, որ իմ հաշվարկներում այդպիսի տեսարան ես չեմ տեսել։ Երեխան ի սկզբանե գտնվել է ջրային վայրում եւ ցավոք նշել էի, որ 2 կետից նրան կգտնեն։ Հենց 20-րդ օրը այդ չարաբաստիկ լուրը լսեցինք։ Մանրամասները խնդրեմ ներկայացնում եմ, այլևս ոչ մի հարթակում մի գրեք կամ ինձ մի գրեք, ինչու չեք ասել, ինչու չեք խոսել, ասել եմ, խոսել եմ, վկայել եմ ամենասկզբում իմ նեղ շրջանակները դա իմ համախոհներն են, ուսանողներն են, այն մարդիկ, որոնց հետ ես սկսում եմ իմ նախասիրությունը, դա մոտավորապես 1000 հոգեր։ Ի վերջո ժամանակը եկավ այդ ամենը ես հանրայնացրեցի։ Սա այդ դեպքի առումով եւ խնդրեմ, որ այլևս ոչ միտեղ գրառում չանեք եւ չփորձեք վատաբանել կամ շահարկել այդ հարցը։ Հաջորդ կարևոր հարցը, սիրելի հետևորդներ, դուք գիտեք, որ շուտով Յուպիտերը մտնելու է խեցգետնի կենդանակերպ, դա հունիսի 9-ի դրությամբ եւ նա մոտավորապես 1 տարի գտնվելու է խեցգետնի կենդանակերպում մինչ հունիսի 30-ը 2026 թվական։ Գիտեք, որ Յուպիտերը խանդավառում է խեցգետնի կենդանակերպում, բարեկեցության մոլորակը այն կմեծացնի, կընդլայնի, հնարավորություն կտա, բարեկեցություն կբերի մեր հայրենակիցներին, ծնելիության մակարդակ կբարձրանա, այսպիսի մի տենդենց եմ նկատել, որ վերջին 100 տարիների ընթացքում այդպիսի մի նյութ էր շրջանառվում, որ վերջին 100 տարիների ընթացքում ծնելիության մակարդակը ամենացածրն է եղել։ Ես այսպիսի տենդենց եմ նկատել եւ նաեւ բժիշկների շրջանակներում են խոսում այն անձինք, որոնք ցանկանում են երեխա ունենալ, բայց խիստ կախվածություն ունեն ալկոհոլից եւ մանավանդ գարեջրից, իմացեք, որ ձեր այդ սովորությունը դա հաճույքի մի ձև է, չէ, ոգելից խմիչք օգտագործել պարբերաբար, նույնիսկ շաբաթը մի քանի օր օգտագործելու արդյունքում այն խոչընդոտում է ձեր երեխա ունենալու այդ մեծ ցանկությանը։ Դա հստակ է, տարբեր աղբյուրներում եմ կարդացել եւ համապատասխան մասնագետների հետ քննարկել ենք, որ այն տղամարդիկ, որոնք ուղղակի չարաշահում են գարեջուրը, նրանց մոտ հորմոնային այդպես բալանսավորումը կարող է խախտվել, տղամարդկանց մոտ արդեն ավելանում է կանացի հորմոնների քանակը, իսկ կանանց մոտ տղամարդկային հորմոններն են սկսում գերակշռել, ուղղակի ուշադիր եղեք, մենք աստղաբանորեն կարող ենք օգնել, բժիշկներն էլ ձեզ կարող են օգնել, բայց սիրելիներս, դուք ինքներդ պետք է փորձեք ձեզ օգնել, մանավանդ ձկներ, երկօրյա կույս եւ աղեղնավոր այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, ձկները նրանք հակումներ ունեն, որտեղ Նեպտունը իրենց ղեկավարն է եւ վերջին տասնամյակում նա գտնվել է ձկների կենդանակերպում, իրականությունից կտրվելու փոխարեն փորձեք ինչ-որ հանրօգուտ գործ անել, զբաղվեք հոգեվոր զարգացմամբ, այնպիսի բաներ, որ ձեր ժամանակը ուղղակի չվատնեք այդ ձեր իրական կերպարը կորցնելու վրա եւ ձեր կյանքը առօրյան լցնեք
խմիչքի այդ օգտագործմամբ։ Դա չարիք է եւ խմիչքը, եւ ալկոհոլը, եւ թմրանյութերի օգտագործումը։ Ուստի խորհուրդ եմ տալիս մտածեք եւ նաեւ այս հաղորդմամբ կարող եք կիսվել, ուղարկել ձեր հարազատներին, ովքեր ունեն այդ խնդիրը եւ ովքեր չարաշահում են ալկոհոլի, խմիչքի օգտագործումը։ Ուստի սիրելի հետևորդներ, նրանք ովքեր կցանկանան ունենալ երեխաների պլանավորման սեռի հաշվարկների համար գործում են զեղչեր մոտակա ժամանակներում, մոտակա 10-15 օր 2 շաբաթը։ Եթե ունեք խնդիրներ միջանձնային հարաբերություններ, կրկին ինձ մոտ գործում են զեղչեր, աստղաբանական հաշվարկների միջոցով փորձում եմ օգնել մեր հայրենակիցներին, որպեսզի վերակառուցեն իրենց միջանձնային հարաբերություններ, փորձեն շտկել հարաբերություններ կողակցի, ամուսնու, սիրելիի հետ եւ մենք ամսի 20-ի մոտակայքում ունենք գեղեցիկ տրիգոն դիրքավորում, Մարսը առյուծում, Վեներան խոյում Մարսը առյուծի կենդանակերպից կանցնի կույսի կենդանակերպ մոտավորապես ամսի 19-ի մոտակայքում հունիսի 9-ի մոտակայքում Վեներան խոյից կանցնի արդեն իսկ ցուլի կենդանակերպ եւ զգացմունքները, այդ կամային որակները մարդիկ ավելի հանգիստ կլինեն, այդ սեր առաջին հայացքից բուռն զգացմունքներ եւ իմ հետևորդների, իմ մտերիմների շրջանակներում ես նկատեցի այդպիսի երևույթներ, պատմել եմ նախորդ հաղորդման մեջ էլ, որ արծի կենդանակերպի եւ խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնված այդ անձինք ուղղակի վայելում էին սերը, նրանց առաջարկություններ են ստանում, նվերներ են ստանում, սեր առաջին հայացքից այդքան էլ տեղին չէ, համենայն դեպս խոյի եւ առյուծի համար, քանի որ Նեպտունն է այդտեղ նաեւ գտնում եւ Սատուրնը արդեն իսկ մայիսի 25-ից անցել է խոյի կենդանակերպ, նրանք այնպիսի զգացողություններ են ունեն, որ կյանքում չեն տեսել։ Սատուրնի դեպքում 30 տարի առաջ է եղել, Նեպտունը արդեն 100-յակ պետք է անցնի եւ ավել, որպեսզի նորից գտնվի խոյի կենդանակերպում։ Տպավորություններ անկրկնելի, հույզեր, այսպես Նեպտունը իրականությունից կարծես կտրվում է պլատոնական սեր, Վեներան ձկների կենդանակերպում հենց այդ որակներով է օժտում մարդկանց, էլուր մնաց, որ հենց Նեպտունը արդեն իսկ խոյի կենդանակերպում մարդիկ ակտիվ կլինեն իրենց հույզերը, զգացմունքները, աստվածային սերը արտահայտելու ինչևէ ժամանակները տանում են դրան եւ ես ուրախ եմ, որ մեր հայրենակիցների շրջանակներում երջանիկ մարդիկ կան եւ նրանք փորձում են իրենց կյանքը կարգավորել եւ ես ուզում եմ, որ հենց մեր հաղորդումներով էլ մենք խթանենք ծնելիության աճին։ Ասում եմ, նրանք ովքեր կփորձեն սեռի պլանավորում անել կամ երեխայի հետ կապված խնդիրներ կան, ապա ձեզ զեղչված տարբերակներով կարող ենք օգնել, որպեսզի ձեր տանը լինի ուրախություն։ Սիրելի հետևորդներ, այստեղ դիտարկում եմ փաստորեն Նեպտունը ձկների կենդանակերպում է եղել 2011 թվականից մինչև 2025 թվականի մարտ եւ նա խոյի կենդանակերպ վերջնականապես անցնելու 2026 թվականի հունվարի 26-ից մինչ 2038 թվական մայիսի 22-ի մոտակայքը։ Պատկերացնում եք, իսկ Սատուրնը, որը 25/05/2025 թվականին արդեն իսկ անցել է խոյի կենդանակերպ, ժամանակավոր եկել է Նեպտունն էլ, Սատուրնն էլ եկել են այստեղ ինֆորմացիա են հավաքում, փորձում են հարմարվել, որտեղ ուզեն չուզեն նրանք պետք է տեղափոխվեն խոյի կենդանակերպ։ Սատուրնը գիտեք խանդավառ մեկ շերքի կենդանակերպում եւ նա իրեն լավ չի զգում խոյի կենդանակերպում, բայց ուզի չուզի պետք է հարմարվի։ Սատուրնը դաստիարակելու կարմայի ժամանակի մոլորակն է։ Այժմ ժամանակները եկել են, որ Սատուրնը իր ուղումներով փորձի շտկել խոյերի կարման։ Իհարկե այստեղ տարաձայնություններ կարող են լինել, որտեղ Նեպտունն էլ խոյի կենդանակերպում, անասելի զգացմունքներ, զգայություններ, այսպես ռուսերեն է չի ասում ощущения, այդպիսի ինչ որ նուրբ իրավիճակներ, փոփոխություններ, որ խոյերի համար անսովոր կլինի։ Եղել է դեպք, որ ինձ դիմեցին խոյի ծնողներից, խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնված այդ անձի ծնողներից, որ ուղղակի նա անկայուն վարքագիծ
է դրսևորել, շատ է օգտագործում, ոգելից խմիչք տուն չի գալիս, անտարբերության է մատնել տան անդամներին, եւ ահա այդպիսի դրսևորումներ կարող են լինել, բայց գիտեք, սիրելի խոյեր, Սատուրնը չի թողնելու, որ դուք ճանապարհից, ձեր ուղիղ ճանապարհից հեռանա, նա կոտրելու է եւ նա սաստելու է ձեր ողնաշարի, ձեր ոտքերի, ձեր գլխի, ատամնաշարի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, ուստի այնինչ կատարեք, փորձեք լինել ավելի կայուն, խոյի համար կայուն լինելը շատ դժվար է, բայց Սատուրնը հենց այդ կենդանակերպում, հենց խոյերի առաջին տանն է լինելու, նա փորձելու է դաստիարակել եւ ճիշտ ճանապարհի վրա դնել խոյերին, բայց սիրելի հետևորդներ, մենք սեպտեմբերի արդեն իսկ եթե մայիսի 25-ին Սատուրնը մտել է խոյի կենդանակերպ, սեպտեմբերի 1-ին այն կրկին ետադարձ ընթացքով գտնվելու ձկների կենդանակերպում եւ վերջնականապես փետրվարի 14-ի մոտակայքում 2026 թվականի Սատուրնը կանցնի խոյի կենդանակերպ, այնտեղ կգտնվի 2 տարի, բայց սեպտեմբերին նորալուսին եւ լիալուսին է լինելու ձկների կենդանակերպում կրկին նա ետ է վերադառնալու եւ դասերակելու է այն ձկներին, որոնք ժամանակի այս 2 տարիների ընթացքում փորձել են խախտել տիեզերական ներդաշնակությունը եւ կրկին որոշակի սահմանափակումներ եւ դասեր կտա, ինչպես եղավ վերջին ժամանակներում այն ձկների հետ, որոնք ուղղակի փորձել էին խաթարել այդ տիեզերական այդ ամուր եւ ներդաշնակ ռիթմերը։ Սիրելի հետևորդներ, ցանկանում եմ ներկայացնել Սատուրնի այդ մուտքը խոյի կենդանակերպ, թե ինչ կարևոր իրադարձություններ կբերեն մարդկանց կյանք, այն նորություն չի բերի, Սատուրնը ավելի շատ կբերի սահմանափակումներ, զգուշություն, փորձեմ կարճ բլից ներկայացնել ըստ կենդանակերպերի, չնայած ես այդ մասին խոսել եմ եւ Նեպտունի հաղորդման ժամանակ, երբ որ Նեպտունը գործեց խոյի կենդանակերպ եւ տարվա 2025 թվականի ընդհանուր կանխատեսումների ժամանակ այնտեղ մանրամասն ներկայացնում եմ տարվա կարևոր մոլորակային դիրքերը, կարող եք նաև այդ հաղորդումները նայել, այնտեղից կարևոր տեղեկատվություն ստանալ ողջ տարվա աստղաբանական տենդենսների մասին։ Դե սիրելիներս գնանք առաջ խոյերի համար, Սատուրնը մուտք է գործել խոյերի առաջին տուն, կշեռքների 7-րդ տուն եւ գիտեք ինչ է, որ առաջին տունը մարդու եսն է, գործողություններն է, արտաքին տեսքն է, ամենավտանգավորը, որ եթե խոյերը իրականությունից կտրվեն, Սատուրնը լուրջ միջոցներ կձեռնարկի, որպեսզի ձեզ հետ վերադարձնի իրական կյանք, արտաքին տեսքի շտկումներ կարող են լինել, անճանաչելի կարող եք փոխել եւ ձեր տեսքը եւ էսթետիկ միջամտություն, որը գլխի հատվածում կարող է լինել եւ մազերի գույնը կարող եք փոխել, աչքերի գույնը կարող եք փոխել, որտեղ այդտեղ Նեպտունն է, բայց այնինչ անեք, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, փորձեք իրականության սահմաններում անել, որտեղ հետո Սատուրնը նա կարող է այսպես դաժանաբար հաշվեհարդար տենալ, բայց փորձենք դրական մեկնաբանում տալ, ուղղակի Սատուրնը ձեզ կբերի ճիշտ ճանապարհի վրա, եթե հստակ ժամկետներ կան, եթե գործեր եք որոշել, պրոյեկտներ, նախագծեր, որ պետք է սկսեք, բայց ամեն ինչը կառավարեք, նախագծեք եւ դանդաղ առաջ գնաք։ Սիրելի կշեռքներ, ձեր 7-րդ տանը, 7-րդ տունը ձեր միջանձնային գործընկերային հարաբերություններ, կողակից, զուգընկեր, կարող են ձեր կյանք հայտնվել այսպես փորձառու, խոյը դա զինվորական են, ակտիվ շփումներ, ներդաշնակ հարաբերություններ, ձեր կյանք կարող են գալ լուրջ, բանիմաց մարդիկ, եթե Նեպտունն էլ է այստեղ նաև արվեստագետները կարող են լինել, ձեր երազանքի ասպետը կարող է գալ ձիու վրա, խոյը ձին չէ, բայց այն ձեր երազանքը ուղղակի ակնթարթորեն կարող է կատարվել եւ դուք հնարավոր է գտնեք ձեր կյանքի երկրորդ կեսին։ Սիրելի ցուլեր, ձեր 12-րդ տանն է լինելու Սատուրնը մինչ սեպտեմբերի 1-ը, կարիճների 6-րդ տանն է լինելու, 12-րդ տունը դա գաղտնիքների տունն է, կարող են գաղտնի հարաբերություններ լինել, դուք կարող եք ընդգրկվել հոգեբանական
այդ կառույցների, նաև 12-րդ տունը դրանք կարող են հասարակական կազմակերպություններ լինել, դրանք այն վայրերն են, որտեղ մեկուսացման այդ փաստը ավելի մեծ է։ Սիրելի ցուցուլեր, փորձեք կարգազանց չլինել, որպեսզի չհայտնվեք այդ վայրերում։ Առողջարանային բիզնեսն է, նաև փորձեք ձեր առողջությունը վերականգնել, ձեր մտքերը վերականգնել, առանձնանալով մարդկանցից մեդիտացիա կարող եք անել։ Կարևոր լուրջ պրոյեկտներ ուղղակի պետք չէ հանրայնացնել, որպեսզի մարդիկ չխանգարեն ձեր գործերի, ձեր ծրագրերի այդ նախաձեռնմանը։ Կարիճների 6-րդ տունն է, նրանց համար կարևոր է լինելու առողջությունը, արտաքին տեսքի շտկումներ կարող են լինել, քանի որ 6-րդ տուն եւ խոյի կենդանակերպ կարող եք, ինչպես խոյերը կարող են փոխել, այնպես էլ կարիճները կարող են փոխել իրենց արտաքին տեսքը։ Աշխատանքում հնարավոր է փոփոխություններ լինեն, ղեկավար անձնակազմի հետ եւ փոփոխություններ եւ խնդիրներ կարող են լինել, փորձեք լինել իրատես, հետևողական եղեք ձեր անձնակազմի եւ ենթակաների հետ եւ դուք ինքներդ որպես ղեկավար փորձեք փոխել ձեզ, բայց այնպես չփոխվեք անճանաչելիորեն, որ դա խանգարի ձեր իմիջին։ Նոր գործեր, նոր հոսքեր, նոր այդպես ծրագրեր աշխատանքում առողջության հետ կապված հարցերում, ինչևէ այնտեղ կարող են, քանի որ Նեպտունը դա դեղորայքն է, գլխի հետ կապված հատվածներում հնարավոր է օգտագործեք տարբեր դեղորայքային միջամտություն, մինչև իսկ քիմիաթերապիան դա կարող է լինել, մազաթափություն կարող է լինել, բայց կարող է եւ այդ ամենը վերականգնել։ Զգույշ եղեք խնդիրներից ձեր, քանի որ Սատուրն է այստեղ այն աշխատակիցներից, որոնք կարևոր են ձեզ համար, որոնք ղեկավարում են ձեր թիվը, եւ նաեւ դուք ուշադիր եղեք, որպեսզի դավադրություն չսարքեն ձեր հանդեպ ձեր իսկ աշխատակիցները։ Սիրելի երկորյակներ, ձեր 11-րդ տանն է, Սատուրնը արդեն իսկ տեղափոխվել 5-րդ տուն աղեղնավորների համար, 11-րդ տունը համախոհներ, գաղափարակիցներ, ապագա պլաններ, ընկերներ, այդ գիտական շրջանակներն են, ակտիվություն համացանցում, սոցկայքերում, տեղեկատվական դաշտում, այդտեղ կարող եք նոր բարեգործական ծրագրեր մեկնարկել, այդ ամենը կարող եք հանրայնացնել, որպեսզի հանրությունը համացանցի ինտերնետի միջոցով օգնի ձեզ հասնել հաջողություններ, դուք կարող եք հասնել սիրելի երկորյակներ հաջողությունների, ձեր ընկերների, համախոհների հետ միասին նոր ծրագրեր, նախագծեր կարող եք ձեռնարկել եւ այդ ամենը հաջողությամբ կարող է պսակվել։ Այն երկորյակները, որոնք կապ ունեն նաեւ կինոյի հետ, Նեպտունը դա կինեմատոգրաֆիան է, լուսանկարչությունն է, այդ ամենը ուղղակի ձեր կյանք նոր փոփոխություններ կբերի, ձեզ կարող են դերեր տալ, այս աղեղնավորներին ավելի մեծ դերեր կարող են տալ, որոնք կապված են բեմի հետ, որտեղ 5-րդ տունն է, աղեղնավորների մոտ անսպասելի կարող են սպասել իրենց երեխային, երազանքի երեխային, նա կարող է լինել նաև տղա, քանի որ խոյի կենդանակերպն է, այդ աղեղնավորները այնպիսի զբաղմունք պետք է ունենա, որը կապված կլինի Նեպտունի ոլորտների հետ, Նեպտունը դա ինչն է, արվեստն է, դա հոգեբանությունն է, դա ծովն է, այն ամեն ինչ կապված է Նեպտունի ոլորտների հետ, ձեր երեխան ուղղակի այսպես անսպասելի վերին ուժեր ուղղակի կարող են ձեզ պարգևել երեխա, ակտիվ շփումներ, նոր բիզնես, որը կարող է ձեր երեխայի նման կարող եք մեծացնել, նրան սիրել, գուրգուրել, որը հետագայում ձեզ հաջողություններ կբերի։ Սիրելի խեցգետիներ, ձեր 10-րդ տունն է, Սատուրնը արդեն մինչ սեպտեմբերի 1 այնտեղ է գտնվելու եւ այծաճուրների համար 4-րդ տանն է, Նեպտունի հետ է միասին նրանք, դա ծնողական առանցքն է, 10-րդ տունը հիմնականում հոր կերպարն է, 4-րդ տունը մոր կերպարն է, տարբեր աստղաբանական դպրոցներում տարբեր մոտեցումներ կան, ինչևէ շատ կարևոր է լինելու այս ժամանակահատվածը, եթե խեցգետիններն են, ապա նրանց սոցիալական դիրքի փոփոխություն կարող է լինել, այդ փոփոխությունը կարող է մեծ հաջողություններ բերել, եթե դուք
իրոք աշխատել եք, եթե այդ Սատուրնը 10-րդ տանը նա սիմվոլիկ իր տանն է գտնվելու, եթե բազմաչարչար տարիների փորձ ունեք, ապա ձեր երազանքը կարող է կատարվել եւ պաշտոնի բարձրացում կարող է լինել։ Նրանք, ովքեր խաբեությամբ են զբաղվեք, հնարավոր է, որ հանրային պարսավանքի ենթարկվեն, ուղղակի Նեպտունը գաղտնիքներ կարող են բացահայտվել, ձեր հայրիկի հետ կապված նաև 10-րդ տունը դա ստատուսի փոփոխությունն է, կախված թե դուք ինչ եք արել, ինչ կարմիկ բեռ ունեք դուք հավաքած, այդպես էլ կլինեն փոփոխություններ։ Համենայն դեպս դրական մեկնաբանությունը փոփոխություններ սոցիումում, փոփոխություններ վարկանիշի հետ կապված, սոցիալական դիրքի բարելավում, եթե այս տարիների ընթացքում դուք դրական փորձառություններ եք ձեր աշխատանքում եւ դուք լուրջ եք վերաբերվել ձեր կարիերային, ձեր աշխատանքին, սիրելի Արձաջունը ձեր 4-րդ տունն է, ձեր տատիկ պապիկը ձեր մորական կողմից, ասում եմ, տարբեր են մոտեցումները, կարող են ձեզ կտակել տուն, բնակարան, հողատարածք, այն տաք վայրում կարող է լինել, քարքարոտ կարող է լինել ջրի մոտ, այդ բոլոր նախադրյալները կան, ուղղակի ձեր երազանքի բնակարանը կտակը կարող եք ստանալ, որի համար շատ կուրախանաք, լավ պահեք ձեր մայրիկներին, փորձեք փոխհարաբերությունները շտկել նրանց հետ, որովհետև Նեպտունը այստեղ մի փոքր այդպես անիրական ինչ-որ բանից կարող եք նեղանալ մայրցնողի հետ, հետո դրա համար զղջալ, որովհետև Նեպտունը, Սատուրնը այստեղ են։ Ուշադիր եղեք, չվնասեք ձեր գլուխը, ուշադիր եղեք փոխհարաբերություններ չբարդացնեք ձեր տարանդամների հետ, բայց դրական միտումը, որ դուք կարող եք ուղղակի ժառանգություն ստանալ մորական կողմից, տատիկ պապիկների կողմից, տան մեծերի։ Անցնենք առաջ, սիրելի առյուծներ, ձեր 9-րդ տունը, ջերոսների 3-րդ տունը, սիրելի առյուծներ, ճանապարհորդում եք, սիրահարվում եք, նոր տպավորություններ արտերկրում, այնտեղ ծովային հանգիստն է, որտեղ նաև քարեր, ժայռեր կան, տաք վայրերն են, բարձրագույն կրթություն արտերկրի հետ կապված այդ բոլոր հարցերը հնարավոր է դրական լուծում ստանան, որտեղ այստեղ սիմվոլիկ տրիգոն դիրքավորումն է, մեծ հնարավորություններ արտերկրում ծովերից այն կողմ հնարավոր է ստանաք ձեր քաղաքացիության իրավունքը, ձեզ կարող են Սատուրնը պատկան մարմինները թույլ տալ արդեն ճանապարհորդել եւ արտերկրի այդ օտար երկրների հետ կապված բոլոր իրավիճակներ, նաեւ բարձրագույն կրթության հետ կապված բոլոր իրավիճակներ ձեզ հաղթանակ է սպասվում, կարող եք ընդունվել նոր բուհ, ձեր բարձրագույն կրթության հետ կապված այդ բոլոր այդ խնդիրները լուծել միանգամից արագ եւ դրական լուծումներ ունենաք։ Սիրելի, այսպես նայում ջրհոսներ ձեր 3-րդ տունն է, 3-րդ տունը քույր, եղբայր, ինֆորմացիա, հարևաններ, Սատուրնը Նեպտունի հետ խոյ կենթանակերպում, նախ ուշադիր եղեք, որպեսզի ձեր փոխհարաբերությունները այդ մարդկանց հետ չբարթանան, հնարավոր է ձեր քույրը, ձեր եղբայրը իրականությունից կտրվի, փորձի օգտագործել ալկոհոլ, կոնֆլիկտի միջոցով ոչ մի հարց չեք լուծելու, սիրելի հետևորդներ, ուղղակի պետք է հետևողական լինեք, համբերություն ունենաք, որպեսզի կարողանաք օգնել նրանց։ Նեպտունը դա հոգևոր արժեքներ են, կարող եք նրանց ուղղորդել դեպի կրոնափիլիսոփայական այդ ուսմունքները, կարող են դիմել քահանաներին, գնալ եկեղեցի, համբերատար պետք է լինեք նրանց հանդեպ, եթե լրատվամիջոցներում է գործունեություն ծավալում, նոր թեմաներ կլինեն, որոնք կապված կլինեն եւ կրոնի հետ, եւ փիլիսոփայության հետ, եւ հոգեբանության հետ, կարող եք նրանց ուղղորդել նաեւ հոգեբաների աջակցությանը, իսկ եթե ցանկանում եք գնել այդպես փոխադրամիջոց, 3-րդ տունը դա փոխադրամիջոցն է, եթե հնարավորություն է, կարող եք գտնել նավ, Նեպտունը, Սատուրնը խոյի կենթանակերպում, դրանք այն փոխադրամիջոցներ են, որոնք արագընթաց են, որոնք Սատուրնը պաշտպանիչ այդպիսի շերտ ունեն, իսկ Նեպտունը, այո, դրանք ջրային վայրերն են, որտեղ ուղղակի եթե համապատասխան բիզնես ունեք, ապա այդ փոխադրամիջոցը ձեզ մեծ հաջողություններ կարող է բերել։ Սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, կույսերի 8-րդ տանն է, ձկների 2-րդ տանն է, գիտեք, որ 8-րդ տունը դա հանրային գումարներն են, բանկերն են, կտակն է, ձեր կողակցի, ձեր գործընկերոջ այդ գումարներն են,
Այստեղ Նեպտունը Սատուրնը խոյի կենդանակերպում անսպասելի հաջողություններ կարող եք ունենալ, նրանք կարող են անսպասելի ներդրումներ կատարել, նաև անսպասելի ձեզ կարող են կտրել այդ ամենից ֆինանսավորումներից ձեր գործընկերը, ձեր զուգընկերը, եթե դուք արդար չեք եղել, որտեղ արդարության մոլորակն է այստեղ Նեպտունի հետ, նրանք ովքեր զբաղվում են համապատասխան բիզնեսներով, Նեպտունը դա հյուրանոցա-ռեստորանային բիզնեսն է, խոյը դա տաք երկրներն են, Սատուրնը նաև դրանք այն բիզնեսներն են, որտեղ արկա են այդ Սատուրնը ժայռեր, մագլցելը, քարեր, այն վայրերը, որտեղ նաև ակտիվ է Սատուրնի գործունեությունը, զգուշ եղեք սահմանափակումներից, եթե դուք այս տարիների, մանավանդ Նեպտունը մոտավորապես ձկների կենդանակերպում 10 տարուց ավելի է գտնվում, ասեցինք 11 թվականից մինչև 25 թիվը, եթե արդար եք եղել, ապա պարգևատրում կստանանք ձեր գործընկերները, ձեր զուգընկերները հնարավոր է ձեզ հովանավորեն ձեր նոր այդ պրոյեկտների համար, որոնք կբերեն ձեզ ֆինանսական մեծ հաջողություններ։ Իսկ սիրելի ձկներ, ձեր երկրորդ տունը դա ֆինանսներն են, գումարներն են, որոնք դուք աշխատում եք, եթե դուք զբաղվեք ստախոսությամբ, եթե խաբեք մարդկանց այնինչ արել եք վերջին 10-15 տարիների ընթացքում, ապա համապատասխան մարմինները, հարկային մարմինները, նրանք ուղղակի կարող են գալ եւ ձեզնից հաշիվներ պահանջել։ Իսկ եթե դուք աշխատում եք ձեր անաչառ այդ աշխատանքն է կատարում, ներդրումներ է կատարում հոգեբանության ոլորտում, դա նաև Սատուրնը դրանք օգտակար հանածոներն են, դրանք այն վայրերն են, որտեղ ակտիվություն կա, եթե դուք հոգեբանորեն նաև ճիշտ ծրագրեր եք ներկայացնում, ապա կունենաք հաջողություններ, ձեր երազանքի գումարը կարող եք վաստակել, այն շատ չի լինի, մեծ չի լինի, բայց իմացեք, որ ձեր աշխատանքի, ձեր այդ տարիների փորձառության արդյունքում կարող են լինել։ Իսկ այն ձկները, որոնք ուղղակի փորձել են շահարկել, խաբեությամբ են զբաղվել, նրանց համար մի քիչ բարդ կլինի, որտեղ Սատուրնը Նեպտունի հետ խոյի կենդանակերպում, խոյը դա զինվորական հագուստ կրող մարդիկ են, նրանց հետ ուղղակի կարող եք գործ ունենալ, երբեք գինով ցած եւ անկայուն հոգեվիճակում մի հայտնվեք այն վայրերում, որտեղ կարող են լինել կարգը պահող մարդիկ, դրանք համազգեստով մարդիկ են, որպեսզի չունենաք խնդիրներ, հակառակ դեպքում ձեզ սպասում են հաջողություններ ձեր իսկ հալալ քրտինքի արդյունքում, եթե դուք վատնել եք ձեր ժամանակը ստեղծելով կայուն ռեսուրսներ, գումարներ վաստակելու համար։ Այսքանը սիրելի հետևորդներ, փորձեցի օգնեմ ձեզ, որպեսզի հասկանաք Սատուրնի եւ Նեպտունի պահանջը, նրանք ինչ են ուզում խոյի կենդանակերպում, ինչ կարևոր կարգապահական նորմեր պետք է պահեք, որպեսզի գոհացնեք Սատուրնին եւ ինչից պետք է խուսափեք անուշադրությունից, ամենակարևորը Նեպտունը այստեղ եւ լինեք իրատես, որպեսզի կարողանաք համահունչ լինել տիեզերքի հետ։ Դե սիրելի հետևորդներ, նաև շնորհակալ եմ, որ դիտում եք հաղորդումները, գիտեմ, որ չեք մոռանում բաժանորդագրվում եք ալիքին եւ նաև կիսվում եք իմ հաղորդումներով, որպեսզի մենք բոլորով տեղեկացված լինենք տիեզերական տենդենսների մասին։ Այսքանը սիրելիներս, սպասեք մյուս շաբաթ, լավ եղեք։